Civilnet. Անգալսյան եւս այդ փոքր հարց բանկերի հետ կապված հետո արդեն դրամավարկային քաղաքականության հաղորդագրության տեսեք գործի նաև բերումով տարբեր երկրների բանկերի այսպես սոֆթերին ինչ որ առումով ծանոթ եմ էլի իրենց էփերին իրենց հայերեն հավելվածներին մեր բանկերից մի քանիսի հավելվածները որ նայում այդ թվում այն բանկից որից ես եմ օգտվում չնայած մեր բանկերի բավական մեծ եկամուտներին, զուտ շահույթներին, որ 2-3 տարիների ընթացքում իրենք գրանցում են, կարծես չուզենամ մեծ ներդրում անել այդ թվայնացման իրենց գործիքների եւ դա հնարավորինս ավելի այսպես մարդամոտ, ավելի հասկանալի, քիչ այսպես խափանումներով աշխատող համակարգեր ձևավորելուն։ Բազմաթիվ եմ անձամբ որպես օգտագործող բախվում դրանց եւ ուզում եմ հասկանալ ինչն է պատճառը, որ օրինակ եթե համեմատենք ես ուղիղ համեմատություններ չեմ ուզում անել, բայց այնուամենայնիվ, եթե համեմատենք TBC բանկի, օրինակ, վրացական եւ ցանկացած հայկական բանկի գուցե 1-2 տարբերությամբ, ուրեմն հավելվածները սարերի ձորերի տարբերություն է, ինչ հնարավորություններ է այնտեղ կա եւ ինչ ձևի դու կարող ես հետեւել քո հաշիվներին, ծախսերին եւ այլն, քան այստեղ։ Դա մեկ, երկրորդ հարցը արդեն գալով դրամարկային քաղաքականության հաղորդագրությանը, դուք այստեղ նշում եք երկրորդ B սցենարի նյութականանալու հնարավորության եւ դրա հավանականության մասին, բայց այնուամենայնիվ A սցենարով եք շարժվում դերևս։ Թեպետ մենք ունենք օրինակ վերջին 3-4-5 ամիսներին Հայաստանի տնտեսությունում բավական այսպես աճի նվազման միտում։ Ինչու եք այնուամենայնիվ արդեն երկրորդ անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նույնը թողում այն է շարժվում A սցենարով, հա, արդյոք պետք չէ հիմիկվանից այդ բուֆերները ստեղծել, հնարավորությունները ստեղծել, որպեսզի վաղը մյուս օրը ել ավելի ցածր կետից չսկսեք կոպիտ ասած B սցենարին գնալ, փող էժանացնել, որպեսզի մարդիկ ավելի մեծ հնարավորություններ ունենան կամ տնտեսական ակտիվության համար ավելի մեծ հնարավորություններ ստեղծվեն։ Շնորհակալություն։ Առաջին հարցին ես չեմ պատասխանի, որովհետև առաջին հարցը բացարձակ մեզ ուղղված չի որպես ինստիտուտ, ես հուսամ բանկերը նայում են պրես կոնֆերանսը, ու իրանք հետևություններ կանեն ձեր դիտարկումներից, այդտեղ էլ իհարկե միանշանակ չի, որովհետև օրինակ ամերիկյան բանկեր կան շատ խոշոր, որոնց էփերը որ նայեք կարող է ավելի շատ ավելի վատ լինեն, քան այն էփերը, որից մենք հիմա բողոքում ենք, բայց այնուամենայնիվ թողում եմ բանկերի հայեցողությանը, որովհետև հաճախ խորհրդակենտրոն լինելը իրանց առաքելության մի մասը պիտի լինի, որովհետև իրանք ըստ էության հենց փող են աշխատում։ Հիմա մեր տիրույթի հարց, որը ես շատ հավանեցի, շնորհակալություն հարցի համար, որ մենք վերադարձանք այն կետին, որի համար հավաքվել ենք այսօր ըստ էության։ Նայեք, B տիպի սցենարների հանդես գալու հավանականությունը կամ նյութականանալու հավանականությունը մեծ են գնահատում, ու այդ սցենարները վերաբերում են նրան, որ համաշխարհային տնտեսությունում պահանջարկի թուլացման արդյունքում ու Հայաստանի տնտեսությունում որոշակի զարգացումների արդյունքում մենք կարող ենք ունենալ տնտեսական ակտիվության նվազում։ Ու այդ դեպքում բնականաբար կենտրոնական բանկը լինելով հեռատես եւ ունենալով ավելի մեծ ֆորսայթ կամ ապագայի նկատմամբ որոշակի դիտակետ, պիտի կենտրոնական բանկը տոկոսադրույքը իջեցնի, որպեսզի օժանդակի տնտեսական ակտիվությանը։ Սակայն քանի որ մենք զբաղված ենք նաև ռիսկերի կառավարմամբ, մենք նաև չենք կարող չմտածել A-տիպի սցենարների մասին։ Ու հենց A-տիպի սցենարներն են, որ մեզ թույլ չեն տալիս կամ ըստ էության մենք փորձում ենք հակակշռել կամ հավասարակշռել այդ երկու սցենարների գոյությունը։ Իսկ A-տիպի սցենարները, եթե հանկարծ նյութականացան, որոնք բան չէ, էլի, ֆանտազիայի ժանրից չի, իրանք կարող են նյութականանալ։ Օրինակ Ամերիկայում պարզվի, որ Տրամպի իրականացված քաղաքականության արդյունքում ոչ թե բյուջեի դեֆիցիտը նվազում է կամ պետական պարտքը նվազում է, այլ մի բան էլ ավելանում է, որի արդյունքում Ամերիկայում տոկոսադրույքները շեշտակի կգնան վերև, որի արդյունքում աշխարհում տոկոսադրույքները կգնան վերև։ Ու այդ դեպքում տեղի կունենա մի իրավիճակ, որ մենք ստիպված կլինենք առերեսվել մեր համար նեյտրալ կամ չեզոք տոկոսադրույքի ավելի բարձր մակարդակի հետ։ Այդ մեկ։ Երկրորդը մեր ներքին ֆիսկալ զարգացումները, չէ՞, մենք հիմա չգիտենք այդ տնտեսական զարգացումների արդյունքում ֆիսկալը ինչ դրսևորումներ կունենա։ Ու տեղել ենք մենք որոշակի ռիսկեր տեսնում։ Երրորդ
դրվագը, որը անշարժ գույքի շուկան է այսօր։ Ինչ կլինի անշարժ գույքի շուկայի հետ։ Մենք հիմա տոկոսները իջացնենք, սնուցենք մի բան, որը իր հերթին բերելու է։ Այսինքն այդ բոլորը բալանսավորելով մենք կարծում ենք, որ այս բայդրությամբ ամենաճիշտ դիրքը, որը մենք կարող ենք ունենալ, տոկոսադրույքը այս մակարդակի վրա պահելն է, որտեվ եթե դուք նայեք երկու հիմնական ցուցանիշներին, այդ պոտենցիալ հնան է, ու մեր պոտենցիալ հնան ըստ էության մենք փակենք դիրքը։ Այսինքն մենք մոտ ենք այն պոտենցիալին, որով որ այս տնտեսությունը երկարաժամկետում պիտի աճի։ Ու մենք մյուս կողմից էլ մենք ունենք գործընկերներ, ովքեր որ կարծում են, որ մենք այս բայդրությամբ էլ այս տոկոսով խթանող ենք, որովհետև մեր չեզոք տոկոսադրույքը ավելի բարձր է, քան այն տոկոսը, որը որ մենք այսօր ունենք։ Ու ինքը բան չէ, գծային չի, դրա համար մենք մի քանի տարբեր ռակուրսներից տարբեր բաներ համադրելով են գալի այդ որոշմանը։